Նոր խոչընդոտներ եպիսկոպոսած ժողովին ընդառաջ։ Քրեական վարույթ է նախաձեռնվել ժողովի մասնակից 6 եպիսկոպոսների դեմ, դատարանի որոշումը չկատարելու մեղադրանքով։ Հանգստյան օրերին 6 սրբազաններն ու ժողովի քարտուղարական աշխատանքները համակարգող քահանան Տեր Մովսեսն անցկացրել են քննչական կոմիտեում։ Հոգևորականների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու որոշումը։ Այս քայլը հակաիրավական ապօրինի քայլ է եւ Եվս մեկ անգամ ապացուցում է, որ իշխանությունը ուղիղ միջամտություն է իրականացնում եկեղեցու ներքին գործերին։ Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը պնդում է, քննչական կոմիտեն կատարում է իշխանության հրահանգները։ Նրանց նպատակն է խոչընդոտել Ավստրիայում սպասվող եպիսկոպոսատ ժողովի կազմակերպումը։ Այդտեղ ողբերգություն չլիներ, ավելի կլիներ, որովհետև Նիկոլ Փաշինյանի եւ իր կցորդ հանդիսացող իրավապահ համակարգի գործողությունները ուղղակի արդեն անընդունելի են բոլոր առումներով, արդեն նույնիսկ չեն էլ կարևորում, որ գոնե իրավական շղար շպահեն իրենց գործողություններից, իսկ ամբողջովին կոլեկտիվություններով համեմված գործողություններ են անում չթաքցնելով։ Ստեղծված իրավիճակում օրհասական է եպիսկոպոսատ ժողովի անցկացումը։ Մայրաթոռը տրամադրված չէ չեղյալ հայտարարել ժողովը, բայց ինչ ֆորմատով կկայանա այն մայրաթոռը դեռ չունի հստակ որոշում։ Եկեղեցու բնականոն կյանքի խոչընդոտում է սա, կրոնական կազմակերպության ներքին գործերին խառնվել եւ դրան խոչընդոտել է։ Ամեն ինչ արվում է, որ մայրաթոռի բնական կյանքը, բնականոն կյանքը խոչընդոտվի։ Վաղը Նիկոլ Փաշինյանը քնից կարտանա, մի հրաման կարձակի, որ օրինակ ասենք եկեղեցականները այդ այսու ինտերնետ կապ պիտի չօգտագործեն, եւ ասենք on-line էլ չեն կարող ժողովը գումարենք։ Ըստ Հայաստանի մայրօրենքի իշխանության գործողություններն ապօրինի են, ասում է փաստաբան Մարինե Ֆարմանյանը։ Սահմանադրությամբ էլ եկեղեցու ներքին գործերին պետությունը խառնվելու իրավունք չունի։ Այնտեղ հանցագործություն չի կատարվել, չի եղել քրեորեն հետապնդելի որևէ արարք, որ կսպառնա անձի կյանքին, անվտանգությանը, գույքին եւ այլն։ Սա կրոնական հոգեվոր ուխտով իրար հետ կապված հոգեվոր միաբանության գործն է եւ պետության միջամտությունը այդտեղ անթույլատրելի է եւ հանցավոր է։ Հոգևոր գերագույն խորհրդի անդամ սրբազանները տեղի ունեցածը զավեշտ են համարում։ Պատահական էր սրբազանների դեմ հարուցված վարույթը հենց այս ժամանակահատվածում։ Հովնան սրբազանն այդպես չի կարծում։ Չեմ կարող այս մարդկանց գործողությունները, քայլերը գուշակել, բայց իրենցից ամեն ինչ հնարավոր է։ Անկախ ամեն ինչից զրուցակիցներս կարևորում են վեհափարի դիրքորոշումը։ Կարևոր է, որ մայրաթոռը չտրվի սադրանքներին ու շարունակի կատարել իր ազգապահպան ու ազգային գործունեությունը։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։